Ջոկի հրամանատար էր, դիրքի ավակը, ճանաչվել էր տարվա լավագույն դիրքի ավակ։ Տարիուկես ծառայության ընթացքում տղաց ոչ մի գիշեր չէր քնել դիրքում, ցերեկներն էր քնում, իսկ գիշերներ արթուն էր մնում, որ հսկեր։ Ծառայակից ընկերների հետ միասին էին հիմնել այն դիրքը, որի պաշտպանության ժամանակ էլ միասին զոհվեցին։ Շատ վտանգավոր դիրք էր, որովհետև ավելի առաջ էր, քան մյուսները։ Թշնամին հարձակվել էր գիշերով, անցել էր թիկունք, մեծ ուժերով օղակել էր մեր զինվորներին, սակայն մեր տղաները կատաղի դիմադրել էին 2 ժամ ու չէին թողել, որ թշնամին հասնի դիրքին։ Ադրբեջանցիները ճարահայտյալ սկսել էին արկակոծել։ Թշնամին մեր տղաներին տարել էր։ Այդ ընթացքում իմ հարազատները հույս էին փայփայում, որ Հայկս ողջ է, գերի է ընկել։ Բայց ես հոգուս խորքում գիտեի, որ Հայկս գերի չի ընկել, որովհետև նա միշտ ասում էր. գերի ընկնելու փոխարեն ավելի լավ է զոհվել, մի քանի թշնամու տանելով հետդ։ Նույն ասաց նաև Հայկիս հրամանատարը։ Հայկը գերի կընկներ միայն այն ժամանակ, եթե անգիտակից լիներ։ Հայկը հիմա շատ մեծ լույս է, տարալուծված մեր հոգիներում, որ վառ պայի հույս է, քաջությունը, սերը ու հավատ ապագայի հանդեպ։ Հայկը հոգեպարար երգ է, որ խառնվել է մեր այրան հոսքին։ Դուք հայրենիքի համար զոհված հերոսներին եռաբլուրում մի փնտրեք, այլ ձեր ու ձեր սիրելիների, փողոցով ձեզ հանդիպող պատահական անցորդների սրտում, որպես մեզ իրար կապող հավերժական կանչ, հանուն անվախճան Հայաստանի։ Ախր ես չասացի, որ Հայկը ծնված օրվանից երգում էր, այնքան լավ էր երգում, ինձ համար կարող էր ժամերով երգել։ Այն ամենը, ինչ չէր կարող ասել բառերով, երգով էր ասում։ Ինձ մխիթարություն պետք չէ։ Տղաս անվերջ երգում է ինձ համար։ Հատված 20-ամյա հերոս հայորդի Հայկ Հակոբյանի մայրիկի հարցազրույցից։ Նյութը հայ զինվորի։